Սամվել Կարապետյանի այրին մակագրում է ամուսնու հեղինակած գիրքը «Խոջիվանքը», Թբիլիսիի ամբողջությամբ ոչնչացված հայկական գերեզմանոցի մասին ծավալուն աշխատությունը անվանի հուշարձանագետի տարիների տքնաջան աշխատանքի արդյունքն է։ Կարապետյանի կենդանության ժամանակ տպագրվել է գրքի անգլերեն տարբերակը։ Անգլերենը հրատարակվել էր 2019-ին։ Իրականում Սամվելը իր սկզբունքը այն էր, որ միշտ նախ ասում էր մենք պետք է իմանանք մեր պատմության մասին եւ իր առաջին գործի եղել է գիրքը նախ հայերեն տպագրել, հետագայում նաև այլ լեզուներով։ Բայց այս գիրքը միակն էր, որ այդ սկզբունքից դուրս էր։ Ռաֆիկ Հորթոշյանը, որ 13 տարի աշխատել է Կարապետյանի հետ, պատմում է Խոջիվանքի հայերեն տարբերակի լույս ընծայումով իրականացավ Սամվելի եւս մեկ երազանք։ Գրքի գիտական խմբագիրը Էմմա Աբրահամյանն է, Կարապետյանի այրին։ Նոր ուժ եմ ստանում, երբ Սամվելի գործերը շարունակում եմ։ Նրա կիսատ թերի գործերը, անավարտ գործերը շարունակվում են։ Շիրմաքարերը որպես շինանյութ գրքում ներկայացված է, թե ինչ ճակատագրի են արժանացել ոչնչացված հայկական գերեզմանոցի սալաքարերը, մեծ տապանները, դրանք ծառայել են որպես մայթեզրի եզրաքարեր կամ աստիճաններ։ Խոջիվանքի գերեզմանատանը, որից մնացած փոքր անկյունում հուղարկավորված է նաև ամենայն հայոց բանաստեղծը, Թումանյանը անձամբ էր կազմակերպում հուղարկավորություններ։ Մեր երկրի տեր լինելու զգացողությունը պետք է մեր ռունգերում պահենք։ Արմատը պետք է պինդ բռնես, եթե չես բռնում քշում է քամին։ Անչափելի է Կարապետյանի ավանդը քարակերտ ժառանգությունը վավերագրելու հարցում։ 44-օրյա պատերազմից եւ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո պղծարարը որքան էլ ավերում է կոթողները, եկեղեցիները, փորձում ջնջել հայկական հետքը, հուշարձանագետի վավերագիր աշխատությունները մնում են որպես անառարկելի ապացույց։ Պատմաբան, բանահավաք, հուշարձանագետ, բազմաթիվ աշխատությունների հեղինակ Սամվել Կարապետյանը մահացավ 44-օրյա պատերազմի մեկնարկից ուղիղ 7 ամիս առաջ, 58 տարեկանում։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։